երեխան գտնվում էր ծանր ռեանիմացիայում։ Ամեն ինչից զրկված էինք, չէի կարում զանգեի ոչ ամուսնուս, ոչ երեխային։ Դե խոխին ինչ այսինս էր ուջում էր պապացով։ Կորցրեցի ամեն ինչ, եւ հայրենիք, եւ ամուսին։ Հերձարանից էին ասում, որտեղ չկա։ Իրան թողել ենք մենք եկել այդ ոնց կգտնենք իր այդ գերեզմանի տեղը։ Դուռը բաց ենք թողել, մտածելով, որ մեկը էսա գալու ենք։ Լուսինե Իսրայելյան, Ասկերանի շրջանի Խնդրիստան գյուղից եմ, երկար տարիներ ապրել եմ Ստեփանակերտում, աշխատել եմ 15 տարուց ավել Ստեփանակերտի մանկական Արևիկ մանկական հիվանդանոցում որպես բուժքույր։ Շատ ծանր վիճակում էին գտնվում այդ բլոկադայի ընթացքում երեխաներին, որ նայում էր ու մտածում ես, որ եթե այսօր էլ այս դեղը կա, դեռ կարողանում ենք օգնություն ցույց տալ, եթե վաղը չլինի, ինչ պետք է անենք։ Նման օրեր, ապրումներ շատ ենք ունեցել։ Գնալով պաշարներն էլ էինք չանում, ճիշտ է, Կարմիր խաչի օգնությամբ ինչ-որ դեղեր ստանում էինք, բայց գնալով ինչ-որ մեկի վիճակն էր վատանում, ծանրանում, դեղերի պակասության պատճառով, հիշում եմ տենց դեպք, որ շատ դժվարությամբ դաժե այդ կազմակերպվեց, ձեռք բերվեց այդ ուղղաթիռային ծնողները եւ մեր նախարարությունը միջամտեցին, որ տեղափոխեն Երևան։ Երեխան գտնվում էր ծանր ռեանիմացիայում եւ անհապաղ օգնության կարիք էր զգում։ Զարմանում եմ ոնց էինք դիմանում այդ ամեն ինչին, բայց միշտ ասում ենք միջև երբ էր սենց շարունակվելու, որտեվ արդեն մեր պաշարներն էլ էին վերջանում։ Լավի մասին էինք երազում, պատկերացնում, որ այս էլ կհաղթահարենք, այս էլ կանցնի, այս դժվարությունն էլ։ Չգիտեմ, вообще չենք պատկերացնում, որ մեր վերջը այսպեսին կլիներ։ Երեխաս արդեն ամեն ինչը հասկանում էր, գիտեր, որ չկար, չէր պահանջում։ Ամեն առավոտ արթնանալով, որ պիտի նախաճաշեր երեխեն, հետո գնար դպրոց, միշտ մտածում էի, որ այսօր էլ ուտելու ինչ-որ մի բան կա, իրոք, բա որ վաղը նախաճաշին ինչ պետք է ուտի, ու սենց այդ հարցն էր միշտ գլխումս, որ այսօր էլ կա ինչ-որ մի բան ուտելու, բա վաղը ինչ կուտի։ Գյուղի հետ կապ ունեինք, միշտ ընդեղից ինչ-որ մի բան ուղարկում էին ու սաղ ընտանիքով երևի բոլորս մտածում էինք մենակ Գևորգը ինչ պետք է ուտի, ում մոտ էլ ինչ-որ մի բան սենց գտնվում էր, անմիջապես իրան էին ուղարկում, որ գոնե ինքը սնվեր, նոր դպրոց գնար։ Ամուսինս խոզաբուծությամբ էր զբաղվում, այն որ դիրքերից իջնում էր, անմիջապես պետքա գյուղ գնար, 20 տարուց ավել ծառայում էր բանակում, իր թոշակ գնալու ժամանակն է, որոշել է, որ պետքա խոզաբուծությամբ զբաղվեր։ Ու դրան հաջորդեց բլոկադա։ Դե ինչով պետքա պահի այդքան խոզերին, ոնց պետքա շատացնի, այդ մտահոգումները, չգիտեմ, ամեն ինչից զրկված էինք, նույնիսկ այդ առաջ էինք կանգնած։ Տրանսպորտ չկար անընդհատ գյուղ գնալու, արդեն կես չկար, անընդհատ պրոբլեմ, այս չկա, այն չկա։ Ու այդ օրերին մինչև պատերազմը սեպտեմբերի 17-ին մենք մի ծանոթի մեքենայով մի կերպ սենց խնդրեցինք, որ մեզ էլ իրանց հետ տանեն գյուղում էինք, որ համար մեկ տվեցին, ամուսինս արդեն մեզ թողեց գյուղում, դե այդ ընթացքում լույս չկար, տրանսպորտ չկա, մեզ թողել է ինքը գյուղում ու սենց գիշերվա քանիսներ անձրևի տակ, սենց մութ, ցուրտ ու ճանապարհվել դեպի դիրքեր։ Հետո մենք երեխայի հետ մնացել էինք գյուղում, այդ նույն ավտոմեքենայով հետ ենք դարձել արդեն Ստեփանակերտ, 19-ին երեխային ճանապարհել եմ դպրոց, ես էլ տունն էի, որ սկսվեց։ Իրար հետևից այդ ձեները, որ սկսեցին, արդեն ասեցի չլինի, թե նորից է պատերազմը սկսվել ու մտքիս, որ ամուսինս դիրքերում, երեխան դասի
ու հենց այդ րոպեին լույսերը անջատեցին, կապ չկար, ոչ մի ձև չէի կարում զանգեի ոչ ամուսնուս, ոչ երեխային, ոչ մի ձև հնարավոր չէր։ Հիմա չգիտեմ ում մասին մտածեմ, որ կողմ վազեմ, սա հարևանների չանբակ, սա պանիկայի մեջ, լաց, կոց ու կողքից այդ ձեները։ Ու սկսեցի արդեն երեխայի մասին մտածել, որ ոնց գնամ իրան տուն բերեմ, քանի որ ասենց ասում են, որ վտանգավոր է, երևի իրանք էլ իջած կլինեն արդեն նկուղներ, մի գնա, քեզ էլ մի բան կպատահի։ Սենց միջև մի որոշ ժամանակ անց արդեն երեխան եկավ տուն, ծնողներից մեկը գնացել է սաղ երեխաներին հավաքել, ամենքին իրանց տուն ա տարել, տղուս էլ բերեցին։ Արդեն մի քիչ հանգստացա, որ երեխան տունն է, ապահով է, մենք մեր նկղում էինք, մեկ էլ սկսեցի մտածել արդեն ամուսնուս մասին, թե այնտեղ ոնց է, ինչ է, ոչ մի ձև չէի կարողանում հետը կապի դուրս գալ, ոչ մի ձև, մինչև ուշ երեկոյան, որ ինքը մի հատ սենց հաղորդագրություն գրեց, որ ինքը մեզնից էր անհանգիստ, մենք ոնց ենք, որտեղ ենք, դե ինչպես միշտ ասում եմ, մեր մոտ լավ է, մեզ հանգստացնելու համար։ Հիմա ամեն օր իր այդ SMS-ներն եմ բացում, գործս հետ։ Ամսի 20-ին առավոտյան ես դե քանի որ կապ չկար, մեր հարևանի տունը կար տնային հեռախոս, որի միջոցով հնարավոր էր այդ առանց էլեկտրաէներգիայի աշխատում։ Բարձրացա, դե ոչ մեկի հեռախոսի մեջ արդեն զարյատկա չկար։ Իրանց տնից զանգեցի ու զանգերը գնաց ու այդ րոպեին լսեցի իր ձայնը, որ ես լավ եմ, հիմա չեմ կարում խոսամ։ Ոնց որ այդ պահին իրանց մոտ շատ լարված էր իր վիճակը։ Ես էլ ուրախացա, ասեցի ինչ լավ է, իր ձայնը լսեցի, ամեն ինչ նորմալ է։ Որոշել էի, որ երեխայի հետ կգնամ հիվանդանոց, այնտեղ գոնե օգտակար կլինեմ ինչ-որ մեկին։ Հետո իջանք, մեր հարևանները ասեցին, որ չէ, բա սաղ գնում են դեպի այրապորտ, չգիտեմ, դու էլ գնա երեխայի հետ, մի երկու կարևոր սենց տանը իրերից ինչ կա վերցրու, գնում ենք այնտեղ, վիճակը շատ վատ է, չգիտեմ, ամեն կողմից շրջափակման մեջ են գտնվում։ Ես էլ ասում եմ, բա որ գիրոնք է, տես նա այս տանը չում, բա ինչու մնամ, բա ես էլ յուրանա սամեքինամ, հիվանդանոց գալու ատսնա տանը չում, բայց համոզեցին, թե չէ, պետք է գնանք այրապորտ։ Դեղին ավտոբուսներ կային, այդ ժամանակ մարդկանց տանում էին դեպի այդ կողմը։ Դե չհասած արդեն տեղ չկար, ահագին լիքը լծվել էին մարդիկ, մոտիկ գյուղերից սաղ տեղա հանվել էին, տեղ էին մնում։ Այնտեղ ես հանդիպեցի մեր բարեկամներին, ամուսնուս հորաքրոջը։ Ու իրանց միացանք ես ու տղես, ու սաղ այդ ընթացքում ես խնդրում էի բոլորից հեռախոս էի վերցնում, որ զանգեմ ամուսնուս բացատրեմ որտեղ ենք, ինչա, բայց ինքը արդեն չէր պատասխանում։ Տղաս զանգել է իր այդ կամբատին, ասում է պապում նստա տեղեկություն չունենք։ Հետո եմ ողստի վերակցում էր, դե խոխին ինչ այսինս էր ուջում էր պապացով, բայց երևի իրանք ող արդին գիտելիսն էլ է։ Ամսի 20-ին երեկոյան են իրան արդեն հանել այդ տեղից, որտեղ որ ինքը զոհվել ընկել է, քանի որ չեզոք կոտի էր ու անընդհատ գտնվում էր թշնամու այդ տեսադաշտում էր գտնվում։ Երեկոյան ուշ արդեն որ հանեցին, որ հա արդեն կոնկրետ ասեցի Գրիգորինա, այդ ամեն ինչ կազմակերպել էլի շատ դժվար էր, էլի վառելիքի խնդիր կար, էլի դագաղի հարցի խնդիր կար։ Առաջի օրերին թվում էր, թե տենց դուրս գալու մասին խոսք չէր գնում։ Հենց կոնկրետ 20-21-ին ոչ մեկ չէր ասում, որ պետքա դուրս գանք, ասում էին դեռ ստեղ ենք, դեռ կռիվը կանգնացրել են, այսինքն այն ինչը կա, այն ինչը որ մնացել է, հələ ստեղ ենք։ Հիշում եմ դաժե 21-ին, որ ասել են թուրքերը հրապարակ են հասել ու
սաղ, մի հատ պանիկա եղել, որ պետքա բոլորս դուրս գանք, ու եկան ինձ էլ տնից հանեցին, որ գնում ենք, չգիտեմ, հասել են մինչև հրապարակ կենտրոնական նախագահական շենքի դիմաց են։ Ու ես մտածում եմ ո՞նց են գնում Գրիգորիին դեռ չենք հուղարկավորել, դեռ իրան հողին չենք հանձնել ու սենց ո՞նց թողնենք մենք դուրս գանք։ Տնից ինձ հանեցին, չգիտեմ, գնացինք մի հատ ուրիշ տեղ բարեկամի մոտ, որը մի քիչ ավելի հեռու է այդ տվյալ տարածքից գտնվում, հետո ասեցի, որ այդ ընդհանրապես պանիկա է տարածվել ու մենք այդ ամենից ելնելով, որ հնարավոր է, որ նաև չհասցնենք հողին հանձնենք ու սենց չգիտեմ ոնց պիտի դուրս գանք, ինչ պիտի անենք, հետո դիահերձարանից էին ասում, որ տեղ չկա, պետք է արդեն տանեք հողին հանձնենք, տենց որոշեցինք, որ հուղարկավորությունը պետք է տեղի ունենա։ Իսկ հենց հուղարկավորությունը տեղի ունեցավ, հենց եկան գերեզմաններից տուն, մեկ էլ լսեցինք, որ պետք է դուրս գանք։ Արդեն ամսի 24-ից մարդիկ սկսեցին դուրս գալ արդեն իր եղբայրները տվյալ պահին Ստեփանակերտում չէին, որ ասես ինչ-որ մեկը օգներ մեզ, թեկուզ դուրս հանեինք, մեզ հետ բերեինք, նման մարդիկ չկային մեր կողքին, այն ովքեր էլ որ եղել են, ամեն մեկը խուճապի մեջ, երևի ամենքն էլ ցանկացել են իրանց ընտանիքը ինչ-որ մի կերպ հանել, քանի որ ահավոր վիճակում էր գտնվում այդ ընթացքում էր ժողովուրդը, ընդհանրապես բոլորս Արցախը եւ արցախցիները խուճապահար մարդիկ, որ չգիտեիս ինչ անեին։ Ոչ մի բան չեմ հիշում, դաժե հիմա չգիտեմ ամուսինս որ կոնկրետ որ կողմում է հուղարկավորված։ Չեմ հիշում, չեմ սենց պարզ ոչ մի բան չեմ հիշում։ Իրան թողել ենք մենք եկել այդ մեղքի զգացումով մի տարի ապրում եմ, չգիտեմ։ Մինչև հիմա մտածում եմ ու իրան ասում եմ Երանի քեզ հիմա որ դու քո հայրենիքում ես, քո հողում ես,